Խոսելով համալսարանական սպորտի մասին պետք է ասեմ, որ շատ զարգացած երկրներում սպորտաձևերի ստեղծման, սպորտի զարգացման առհասարակ հիմքում հենց համալսարանական միջավայրն է կանգնած եղել եւ շատ երկրներում նույնիսկ հիմա այն հարցերը, որոնք մենք ստեղ բարձրացնում ենք, իրենց մոտ այդ հարցերը չի առաջանում, որտեղ ավանդույթներով եկած հնից դեպի նոր այդ հարցերը, որոնք դարձել են սովորական ու պետական ինստիտուցիոնալ մակարդակում, գիտակցության մակարդակում մարդկանց մեջ լուծվում եւ անցնում գնում են։ Մեր մոտ, մեր հասարակությունում եւ նաեւ ինչու՞ չէ պետական համակարգում, նաեւ մեր գիտակցության մեջ մի քիչ ուրիշ ձև է, որ մենք պետք է մարդկանց համոզենք, կառավարությանը համոզենք, մենք մեզ համոզենք, որ ինչ-որ լավ բան անենք, ճիշտ բան անենք եւ խնդիրը հենց կարծում եմ մտերից է, պետք է դա դառնա ավանդույթ եւ անկախ նրանից կառավարություն կփոխվի, անձեր կփոխվեն, գործընթացը շարունակվի եւ խոսեցինք այստեղ սկսած նախադպրոցական մակարդակից կրթության մինչև բուհական, նաեւ դրանից հետո հետ բուհական, շարունակական կրթություն եւ նաեւ խոսեցինք ՊԱՊ համալիրի մասին, անկեղծ պետք է լինեմ, ուրիշ ձև էի կազմել իմ խոսքը Ղազարյանի ասելուց հետո, բայց ուզում եմ մի շատ արագ անդրադարձ անեմ, որից հետո կշարունակեմ նաեւ բուն համալսարանական սպորտի վերաբերյալ հարցերը։ Հայաստանում սպորտը եւ հիմա մանավանդ վերջին շրջանում ընդունվել է օրենք, այս բուժ ապահովության, այսինքն այն մեծ մասը, թոշակային տարիքի բոլորը մարդիկ արդեն մտել են ապահովության, այդ համակարգի մեջ 65+, եւ մնացած ովքեր 200,000 եւ ավելի գումար են աշխատում, դրանք արդեն նույնպես մտնում են այդ համակարգի մեջ սեփական հաշվին։ Եվ երբ որ միջազգային գործընկերների հետ մենք խոսում ենք տարբեր երկրներում, նրանց մոտ ֆիզիկական դաստիարակությամբ զբաղվելու հիմնական նպատակը մասսայական տեսանկյունից պետության վրայից առողջապահական բեռի թուլացումն է։ Եվ որովհետև ազգաբնակչությունը առողջ է լինում, խնդիրներ չի լինում, կանխարգելվում է եւ արդյունքում պետությունը ավելի քիչ գումար է ծախսում առողջապահության խնդիրների վրա։ Այդ մի հարցով շատ կարևոր է եւ մեր առաջարկների մեջ հետագայում պարոն Ղազարյան կարող եք այս կետը ընդգրկել, որտեղ թարմ կետ է կարելի ասել։ Մյուս հարցը ոնց անենք, որ մասսայականությունը ապահովի եւ արդյունավետություն լինի։ Ես ինքս հանդիսանում եմ, քանի որ աշխատանքի բերումով աշխատել եմ նման հաստատություններում, թե նախադպրոցական, թե հանրակրթական, թե բուհական տարբեր ֆիզիկական դաստիարակության կրթական ծրագրերի եւ չափորոշիչների հեղինակ եւ համահեղինակ։ Եվ այն ծրագրի չափորոշիչների եւ օրենսդրական տարբեր ստանդարտների մեջ գրված մինիմալ չափանիշները ապահովելու պարագայում մենք կունենանք իրոք մասսայական սպորտ Հայաստանում, որովհետեւ դա արդեն զետեղված է մեր կրթական հաստատությունների գործունեության ծրագրերում։ Նախադպրոցական համակարգում պարտադիր է ֆիզիկական խմբակների, ֆիզիկական դաստիարակության խմբակների առկայությունը, եթե չեմ սխալվում, հաստատակցում է պարտադիր է հրահանգիչ ունենալը եւ ծրագրի մեջ է լողը անբաժան մաս է։ Նույնը վերաբերում է դպրոցական ծրագրին։ Սկսած տարրական դպրոցից միջնակարգ դպրոց, հետո ավագ դպրոց, բոլոր տեղերում ծրագրում կարմիր գծով անցկացված է պարտադիր բառը։ Պարտադիր պետք է շաբաթական 2-3 անգամ լինեն, պետք է խմբակներ լինեն, պետք է ֆիզկուլ դադարներ լինեն, այսինքն արտադասարանական միջոցառումներ լինեն, 9-րդ դասարանում, 12-րդ դասարանում քննություններ լինի եւ դրանք բոլորը պարտադիր են։ Նույնը բուհերում, նույնպես պարտադիր քոլեջներում, պարտադիր այդ բառը բոլոր տեղերում ընդգծված է։ Այլ հարց է առաջանում, թե տվյալ հաստատությունների ղեկավարները անմիջական, չեմ ասում ֆիզդաստիարակության հրահանգիչը, ուսուցիչը, դասախոսը, այլ կոնկրետ ֆիզդաստիարակության վերաբերմունք ունեցող մոտեցումով տնօրենը, ուսմասմարը, ինչքանով է նա ուշադրություն դարձնում գործընթացի կազմակերպմանը։ Եթե տնօրենը ուշադրություն չի դարձնում, դրանից գալիս է տվյալ մասնագետի անտարբերություն, այսինքն շղթայական բուրգաձև գնում է մինչև նախարարություն։ Եվ պետք է վերևից նայել։ Եթե նախարարը, փոխնախարարը, վարչության պետը կոնկրետ անուշադրության է մատնում մասսայական սպորտի ոչ թե միջոցառումները, որտեղ միջոցառումներով մասսայական սպորտ չեն զարգացնում։ Դա կեղծ ձևաչափ է։ Իրականում բովանդակությունը պետք է լինի տեղում ամենօրյա աշխատանքով։ Թե ոնց են ապահովում։ Եթե մեկ լսում ենք ինչ-որ արտահայտություններ 50,000 հոգի տարվա ընթացքում մասնակցել է
տարբեր մասսայական միջոցառումների։ Մի անգամ եկել եմ, մի օրը մասնակցել գնացել հետո իրատուն մի տարի էլի ոչ մի բան չի արել։ Եթե դպրոցներում, անկապարտեզներում, քոլեջներում, բուհերում ամեն օրի աշխատանք տարվեր, դա կարիքը չէր լինի։ Պապ համալիրի պարագայում ինքը շատ ողջունելի է ավելի ավագ, հետբուական եւ շարունակական կրթության պարագայում, երբ որ ավելի ավագները զբաղվում են, որովհետեւ մնացած բոլոր տարիքային խմբերը գրեթե 80,000 անկապարտեզներում 100,000-ից ավել բուհերում, հա, մի քանի 100,000, մոտ 500,000-ի 600-ի հաստող դպրոցներում, հա, այդ տարիքային խմբերը զբաղվում են արդեն ֆիզկուլտուրայով, շաբաթական պարտավոր են զբաղվում 2-ից 3 անգամ։ Դա արդեն բավականին մեծ թիվ է։ Եվ եթե այս ուղղությամբ մենք առաջարկներ ներկայացնենք, որ պետք է խստացվի տնօրենների քննությունների ժամանակ, անկապարտեզների եւ վարկանիշավորման ժամանակ, պայմանագիրը երկարացնելու եւ կնքելու ժամանակ նրանց մոտ նայեն, թե ինչ աշխատանք է տարբեր սպորտի մասսայականացման դրվածքի վերաբերյալ, դա լրիվ ուրիշ էֆեկտ կունենա։ Նման մոտեցում կա հիմա Ռուսաստանում։ Ռուսաստան բուհերի, ամենամեծ բուհերի, MGU-ի, մյուսի, ռեկտորի հետ պայմանագիր կնքելուց նայում են ռեկտորի վարկանիշին։ Վարկանիշի բավական մեծ բալ տալիս են նրա վերաբերմունքը ֆիզիկական դաստիարակության եւ սպորտին։ Եթե լավ չի արել գործը, եթե կիսատ է եղել, ծրագիրը չի իրականացնել, ընդհանուր միջև իր այդ պայմանագիր չեն կնքում։ Այս դեկտեմբերին, անցած դեկտեմբերին մասնակցել եմ Սանկտ Պետերբուրգում անցկացված այդ միջազգային կոնֆերանսին, որին մասնակցում էր ընդհանուր միջև սպորտի փոխնախարար, կրթության փոխնախարար, Ռուսաստանի հանդիպումներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ եւ իրանք հենց այդ հարցը ինձ ամենաշատ ներկայացնում ոնց անենք որ բուհերում դրվածքը լավանա։ Առաջին պունկտով այդ ասեցին։ Ինչքան կարաք ճնշում եք ռեկտորին, ղեկավարին։ Կարեցակ ճնշեք, ուշադրություն դարձրեց, կստացվի։ Չէ, մոռացեք։ Դուք չեք կարող որպես անգլիոնի վարիչ, ֆեդերացիայի նախագահ այդ հարցի լուծմանը չեք կարող։ Մեր պարագայում, եթե գլոբալ վերցնենք, մենք պետք է ճնշենք մեր կառավարիչներին։ Վատող չեմ ասում, այլ պետք է ինստիտուցիոնալ ձևաչափ լինի օրենքում, կառավարության որոշումներում, որ նախարարը, փոխնախարարը, հետո բուհի ռեկտոր կլինի, սպորտի տնօրեն կլինի, քաղաքապետարանի վարչության պետ կլինի, ով կլինի, իր աշխատանքի որակը նաև կապված է թե կոնկրետ իր հաստատությունում, իր ոլորտում ինքը ոնց է աշխատել ու կոնկրետ ցուցանիշներով։